Ողջույն սիրելի հավատացյալներ, երբևէ եղել է, որ ներսում գիտես ինչն է ճիշտ, բայց լռում ես։ Գիտես պետք է խոսես, բայց վախենում ես մարդկանց արձագանքից։ Գիտես Աստված քեզ կանչում է փոփոխության, բայց ներսում մի ձայն ասում է. ինչ կմտածեն մարդիկ։ Այսօր միլիոնավոր մարդիկ ապրում են հենց այս պայքարի մեջ։ Հավատում են, բայց թաքցնում են։ Սիրում են Աստծուն, բայց ամաչում են խոսել դրա մասին։ Ուզում են լույսի մեջ քայլել, բայց կախված են մարդկանց կարծիքից։ Եվ զարմանալիորեն նույն պայքարը տեսնում ենք նաև Հովհաննես ավետարանի 12:27-43 հատվածում։ Այստեղ Հիսուս Քրիստոս խոսում է վախի, փառքի, խավարի եւ իրական հավատքի մասին, եւ սա ավելի արդիական է, քան երբևէ։ Այժմ հոգիս խռոված է եւ ինչ ասեմ, Հայր, փրկիր ինձ այս ժամից, բայց ես հենց այս բանի համար եմ եկել այս ժամին։ Հայր, փառավորիր քո որդուն, երկնքից մի ձայն եկավ, փառավորեցի եւ դարձյալ կփառավորեմ։ Եվ ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր, որոտմունք է լինում։ Ոմանք էլ ասում էին, նրա հետ մի հրեշտակ խոսեց։ Հիսուս պատասխանեց ու ասաց. այս ձայնն ինձ համար չեկավ, այլ ձեզ համար։ Հիմա է այս աշխարհի դատաստանը, հիմա է այս աշխարհի իշխանը դուրս պիտի նետվի, բայց երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դեպի ինձ կձգեմ։ Այս ասում էր նշելու համար, թե ինչ մահով էր մեռնելու։ Ժողովուրդը նրան պատասխանեց. օրենքից լսել ենք, թե Քրիստոսը հավիտյան պիտի մնա, իսկ դու ինչպես ես ասում, թե մարդու որդին պետք է բարձրանա, ով է այդ մարդու որդին։ Հիսուս նրանց ասաց. մի փոքր ժամանակ ևս լույսը ձեզ հետ է, քայլեք, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի խավարը ձեզ չկլանի, քանի որ ով քայլում է խավարի մեջ, չի իմանում, թե ուր է գնում, քանի դեռ լույսը ձեզ հետ ունեք, հավատացեք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք։ Հիսուսն այս խոսեց ու գնաց նրանցից թաքնվեց։ Այնքան նշաններ էր արել նրանց առաջ, բայց նրանք չէին հավատում նրան, որպեսզի իրականանար Եսայի մարգարեի խոսքը, որ ասաց. Տեր, ով հավատաց մեր տված լույսին եւ Տիրոջ բազուկն ում հայտնվեց։ Եսային դարձյալ ասում է, թե ինչու չէին կարողանում հավատալ։ Նրանց աչքերը կուրացվեց եւ նրանց սրտերը կարծացրեց, որպեսզի աչքերով չտեսնան ու սրտերով չիմանան, որ դարձի չգան եւ չբժշկվեն։ Եսային ասաց, որովհետև տեսավ նրա փառքն ու խոսեց նրա մասին։ Այնուամենայնիվ, անգամ հրեա իշխանավորներից շատերը հավատացին նրան, բայց փարիսեցիների պատճառով չէին հայտնում, որպեսզի ժողովարանից դուրս չհանվեն, քանի որ մարդկանցից տրված փառքն ավելի սիրեցին, քան Աստծուց տրվածը։ Ամեն։ Հիսուսն ասում է. հիմա հոգիս խռոված է։ Սա շատ հուզիչ պահ է։ Մենք հաճախ մոռանում ենք, որ Հիսուս միայն աստվածային զորություն չէր ցուցաբերում, նա նաև իրական մարդկային ցավ ապրեց։ Նա գիտեր, որ խաչը մոտենում է։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե երբեմն վախենում ես, խռովում ես, հոգնում ես, դա չի նշանակում, որ դու հեռու ես Աստծուց։ Նույնիսկ Հիսուսն անցավ ներքին պայքարի միջով։ Մի ամաչիր քո պայքարներից, բեր դրանք Աստծու առաջ։ Հիսուս չի փախչում իր առաքելությունից, նա ասում է. դրա համար ես եկա այս ժամին։ Իրական նպատակը միշտ զոհողություն է պահանջում։ Այսօր մարդիկ ուզում են հաջողություն առանց պայքարի, փառք առանց խաչի, արդյունք առանց զոհողության, բայց ամեն արժեքավոր բան կյանքում գին ունի։ Առողջ ընտանիք, իրական հավատք, մաքուր սիրտ, ծառայություն։ Մի փախիր դժվարություններից, եթե դրանք քեզ տանում են դեպի Աստծո նպատակը։ Երկնքից ձայն է լսվում, մարդիկ տարբեր կերպ են արձագանքում։ Ոմանք ասում են ամպրոպ էր, մյուսները հրեշտակը խոսեց։ Նույն իրադարձությունը մարդիկ տարբեր սրտերով են լսում։ Այսօր էլ նույնն է։ Մի մարդ կարող է քարոզ լսելով փոխվել, մյուսը նույն խոսքը լսելով ասում է ոչ մի առանձնահատուկ բան չկար։
Խնդիրը միշտ խոսքի մեջ չէ, այլ մարդու սրտի։ Աստծո խոսքը լսիր բաց սրտով, ոչ միայն ականջներով։ Հիսուս ասում է, այս աշխարհի իշխանը դուրս պիտի գցվի։ Խաչը պարտություն չէր, դա հաղթանակի սկիզբն էր։ Շատ մարդիկ այսօր նայում են աշխարհին եւ ասում. խավարն է հաղթում, չարը շատացել է, լույսը քիչ է։ Բայց ավետարանը հիշեցնում է, վերջնական հաղթանակը Աստծունն է։ Մի կորցրու հույսդ աշխարհի խավարի պատճառով լույսը դեռ գործում է։ Հիսուս խոսում է խաչի մասին, բայց հետաքրքիր է, նա ասում է, բոլորին դեպի ինձ պիտի ձգեմ։ Խաչը միայն ցավի նշան չէ, այն սիրո ամենամեծ ապացույցն է։ Այսօր մարդիկ փորձում են սերը գտնել հարաբերություններում, ճանաչված լինելու մեջ, հաճույքների մեջ, բայց իրական սերը երևաց խաչի վրա։ Երբ կասկածում ես քո արժեքին, նայիր խաչին։ Հիսուս զգուշացնում է. քայլեք, քանի դեռ լույսն ունեք։ Հոգևոր հնարավորությունները միշտ հավերժ, բայց չեն մնում։ Շատ մարդիկ ասում են, հետո կապաշխարեմ, հետո կսկսեմ աղոթել, հետո կփոխվեմ, բայց սիրտը կարող է աստիճանաբար կարծրանալ։ Մի հետաձգիր Աստծո հետ հարաբերություններդ, սկսիր այսօր։ Շատերը հավատացին, բայց չէին խոստովանում։ Այս հատվածը կարծես ամենացավոտ մասերից մեկն է։ Ասվում է, շատ իշխանավորներ հավատացին Հիսուսին, բայց չէին խոստովանում, քանի որ վախենում էին մարդկանցից։ Եվ հետո գալիս է այս հզոր խոսքը. մարդկանց փառքը ավելի սիրեցին, քան Աստծո փառքը։ Այսօր էլ շատ մարդիկ հավատում են ներսում, բայց ամաչում են հրապարակավ, վախենում են քննադատությունից, կախված են մարդկանց կարծիքից, ինչ կասեն, ինչպես կնայեն ինձ, չեմ ուզում տարբերվել։ Եթե ամբողջ կյանքդ կառուցես մարդկանց կարծիքի վրա, երբեք ազատ չես լինի։ Ավելի կարևոր է ինչ է մտածում Աստված քո մասին, քան մարդիկ։ Այս հատվածը մեզ սովորեցնում է, նույնիսկ Հիսուսն անցավ ներքին պայքարի միջով։ Իրական նպատակը զոհողություն է պահանջում։ Աստծո խոսքը լսելու համար բաց սիրտ է պետք։ Խաչը հաղթանակի սկիզբն էր։ Լույսի մեջ պետք է քայլես հիմա։ Մարդկանց կարծիքից կախվածությունը վտանգավոր է։ Աստծո փառքը պետք է ավելի կարևոր լինի, քան մարդկանց կարծիքը։ Սիրելի հավատավոր հետևորդներ, այսօր աշխարհը մարդկանց սովորեցնում է. հարմար եղիր, մի տարբերվիր, ցույց մի տուր հավատքդ։ Բայց Քրիստոս մեզ կանչում է լույսի մեջ քայլելու։ Այո, երբեմն դա նշանակում է տարբերվել, երբեմն նշանակում է չհամաձայնվել աշխարհի հոսանքի հետ, սակայն հիշիր, մարդկանց փառքը ժամանակավոր է, Աստծո փառքը հավիտենական։ Մի թաքցրու քո հավատքը, մի ապրիր միայն մարդկանց կարծիքի համար, քայլիր լույսի մեջ, խոստովանիր Քրիստոսին եւ թող աշխարհը քո կյանքի միջոցով տեսնի, որ իրական լույսը դեռ փայլում է խավարի մեջ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, ուղարկել ձեր բարեկամներին ու ընկերներին Աստծո խոսքը նրանց ևս հաղորդակից դարձնելու նպատակով եւ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։